ես շատ կարճ վիդեո եմ ուզում նկարել, տեսանյութ եմ ուզում նկարել եւ խորհուրդ տալ Հայաստան դաշինքի, Հայաստան խմբակցության պատգամավորներին։ Ուրեմն առաջարկվել է բոլոր պատգամավորներին, այդ թվում նաև ձեզ, որպեսզի դուք օգտվելով ձեր սահմանադրական, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը օգտվելով ձեր սահմանադրական լիազորություններից նախաձեռնեք վարչապետին, 16-րդ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ձեզ նամակներ են ուղարկել, որտեղ առաջարկվում է սկսել այդ գործընթացը որոշակի հիմքով։ Հիմքը այն է, որ պարոն Էդգար Ղազարյանը եւ պարոն Նարեկ Մալյանը հիմնավորում են իրենց առաջարկությունը նրանով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը խախտել է 2021-2026 թվականի հնգամյա իր ներկայացած ծրագիրը, այդ ծրագրում այս մարդիկ գրել էին, որ պետք է Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքար մղեն, բայց ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այս հիմքով նրանք առաջարկում են, որպեսզի դուք եւս այն դնեք նախաձեռնության հիմքում եւ սկսեք անվստահության գործընթաց։ Եվ դուք ձեր դեմքը պահելու Հայաստան դաշինքի պատգամավորներ, այսօր դուք նաեւ բան արեցիք, տարածեցիք հայտարարություն, որտեղ ասում եք, որ դուք ինքներդ պատրաստ եք միանալ, դուք ոչ թե պետք է միանաք, այլ դուք ինքներդ ձեզանից յուրաքանչյուրը պիտի նախաձեռնեք գործընթաց, ոչ թե դուք պիտի միանաք։ Այնպիսի տպավորություն է Հայաստանի Հանրապետության պարլամենտում կարծես թե, կամ պարլամենտի մի մասում, որ բոլորը ասում են մենք պատրաստ ենք միանալ, եթե ինչ որ մեկը սկսի։ Եվ այդ մեկը շատ լավ գիտեն, որ այդ մեկը չի գտնվելու, բոլորը գիտեն, որ այդ պոտենցիալ ովքեր պիտի սկսեն, իրանք գիտեն, որ այդ մեկը չի գտնվելու, եւ բոլորը ասում են, որ մենք պատրաստ ենք միանալ, եթե սկսվի, գիտենալով հանդերձ, որ այն չի սկսվի։ Երևի նույնիսկ Իշխան Զաքարյանը օրերից մի օր կհայտարարի, որ ինքը պատրաստ է միանալ, եթե այդ գործընթացը սկսվի։ Հիմա, որպեսզի Հայաստան դաշինք, Հայաստան խմբակցության պատգամավորները պահեն իրենց դեմքը, ես իրենց առաջարկում եմ սկսել այդ գործընթացը, սկսել, սա հանցագործություն է, երբ երկրի վարչապետը իրականացնում է բազմաթիվ հանցագործություններ եւ պարլամենտական երկրում անվստահություն հայտնելու գործընթաց չի սկսվում հիմար պատճառաբանություններով։ Այ որ սկսեցինք ինչ տեղի կունենա, բա որ սկսեցինք հանկարծ ձախողվեց։ Ասա հիմար պատճառաբանություններ, հարգելի բարեկամներ։ Սրանով դուք էշի տեղ եք դնում ժողովրդին։ Հիմա ես ձեզ առաջարկում եմ անպայման օգտվել ընձեռված քաղաքական, այսպես ասած, մեդիա իրավիճակից, սկսել այդ գործընթացը, բայց հիմքում դնել ոչ թե այն, որ այս անձնավորությունը խախտել է իր տված խոստումը, իր կառավարության ծրագիրն է խախտել, այլ հիմքում դնել օրինակ 2018 թվականի կեղծ հեղափոխությունը։ Այն մարդը, ով դարձել է երկրի ղեկավար եւ այսքան արհավիրքներ է բերել, սկզբից խաբելով միլիոնավոր հայերի, այդ անձնավորությունը իրավունք չունի երկիրը ներկայացնելու միջազգային ասպարեզում։ Սա լիուլի հիմք է, որպեսզի դուք դնեք իմպիչմենտի նախաձեռնության հիմքում եւ սկսեք, թեկուզ ձախողվի այդ անտերը, դուք սկսեք, թող ձախողվի։ Հակառակ դեպքում ձեր հերը անիծելու են այս գործընթացի բերումով։ Հակառակ դեպքում դուք ձեր կորցրած դեմքը ավելի եք կորցնելու, անդառնալի եք կորցնելու։ Սկսեք այդ գործընթացը իմ նշած հիմքով։ Լսումներ կազմակերպեք, եթե պետք է ժամանակավոր քննիչ հանձնաժողովներ ստեղծեք, որպեսզի ուսումնասիրեք այս ամենը։ Ես հասկանում եմ, որ
այս ամենը իրականացնել նշանակում է ամբողջապես դուրս գալ ռեժիմի դեմ։ Իսկ ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ռեժիմը միայն Նիկոլ Փաշինյանը չի։ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը ռեժիմի դեմքերից մեկն է։ Հայաստանի Հանրապետությունում բացարձակապես այլ ռեժիմ է տիրում եւ դուք պայքարում եք այդ ռեժիմի, չեք էլ պայքարում, իմիտացիա եք ստեղծում։ Հիմա ազատագրվեք եւ օգտագործեք այս շանսը եւ ազատագրեք ինքներդ ձեզ եւ ինչ-որ շանս տվեք, ինչ-որ շանս, թեկուզ փոքրիկ Հայաստանի Հանրապետությանը։ Նախաձեռնեք այդ ամենը հիմքում դնելով նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018, 19, 20 թվականների զորակոչը պարոն Էդգար Ղազարյան իմ նշած հանգամանքները ավելի ծանր հանցագործությունների մասին է, ավելի ծանր հանցագործությունների մասին է, կան այն, որ ինքը խախտել է իր կառավարության իր ծրագիրը։ 2018-ից 2020 թվականների զորակոչ այս մարդը ուղարկել է Աղդամ, հետո այդ տարածքները ճանաչել է ադրբեջանական օֆիցիալ, Շուշին ճանաչել է Շուշա։ Այս երկու գործողությունները իրար հետ, սա կարելի ասել միջազգային մասշտաբի հանցագործություն է։ Իհարկե, ընդդիմադիր պայքար տանող Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը երևի չուզենային, որ իմպիչմենտի հիմքում դրվեր օրինակ 2018-ի կեղծեղափոխությունը։ Բայց դուք դա դրեք։ Դրանից կշահի միայն նույնիսկ եթե ձախողվի էլ, գոնե կիմանաք, որ այս 5 տարիների ընթացքում գոնե մի անգամ պարլամենտում այս մեծամասշտաբ հանցագործությունների մասին խոսվեց, քննարկվեց, փորձվեց այդ հիմքով վարչապետ կոչվածին անվստահություն հայտնել, ճիշտ է, շանսերը շատ ցածր է, բայց չստացվեց։ Բայց դուք արեք, ոչինչ, արեք, թող չստացվի։ Արեք եւ ցույց տվեք իմ նման մարդկանց, որ դուք կաշկանդված չեք։ Ոչ առևտրային, ոչ քաղաքական բանով, հանգամանքներով։ Արեք եւ ցույց տվեք, որ ազգային անվտանգության ծառայությունը ձեր վրա կոմպրոմատներ չունի։ Արեք եւ ցույց տվեք, որ դուք ամենավերջին սրիկաները չեք եւ Նիկոլ Փաշինյանի հետ զաադնո չեք։ Արեք եւ ցույց տվեք։ Արեք ու ցույց տվեք, որ դուք կարճած չեք ձեր մանդատներից, ձեր փողերից եւ կարող եք հայրենիքի հետաքրքրությունները ավելի բարձր դասել, քան թե ձեր անձնական պոզիցիան։ Թե չէ ստացվում է այն, որ դուք 4 տարի խաբում եք, պատիվ ունեմի մասին ես չեմ խոսում, այնտեղ ամեն ինչ պարզ է եւ ուղղակի վայելում եք պատգամավորական մանդատով պայմանավորված ձեր համար բարիքները ամսական ստանալով մոտ $2000։ Նոր քիչ առաջ ես հաշվում էի, ուրիշի փողերը հաշվել լավ չի, բայց դուք պետական ծառայողներ եք, դուք հարկատուների հաշվին եք ապրում եւ 4 տարվա ընթացքում $70,000-80,000 երևի ոչ մեկի փորը չէր ծակի, այդ թվում նաեւ ձեր։ Արեք եւ ցույց տվեք, որ ձեր գործունեության նպատակը փողը չի եղել եւ փողը չէ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։